Եթե ասում ես կզացած առաջնորդ, ում պատկերն է գալիս։ Հող հանձնող, պարտվող։ Հիմա մենք ուզում ենք, որ այդ բառերը մենք ընդհանրապես չհիշենք, ասենց մի կողմ դնենք, կամ չի չուղղակի գործենք։ Եթե այս քարոզարշավը բավական ծանր քարոզարշավ է, մրցակցային քարոզարշավ է, բայց նաև կիրառվող sense մեթոդներով կեղտոտ։ Բայց հենց այս քարոզարշավի ժամանակ այդ պարտություն, sense մի կերպար է անընդհատ երևում, որը բերում է այդ պատկերը պարտության, եռաբլուրի եռապատկման եւ այլ։ Քիչ մնաց։ Մենք կարող ենք եւ այդ պատկերից ազատվել եւ այդ ծանր հոգեբանական կապարկեի նաեւ այս անկյան տանք փորձենք գնահատել այս իրավիճակը։ Շատ ենք խոսում եւ այս քարոզարշավի ժամանակ շատ է քննարկվում անվտանգության հարցերը։ Ընդհանրապես երևի վերջին մի քանի տարվա ընթացքում 44 օրյա պատերազմից հետո հիմնական դիսկուրսը անվտանգությունն է։ Նայեք, ես 10 տարի նախագահ եմ եղել, ոչ մենից ինձ հարցեր չէր տալիս, մի բան ակնհայտ է, եթե կա անվտանգություն, երբ անվտանգությունից շատ ես խոսում, ուրեմն քո բնազդը քեզ ուշում է, որ անվտանգ չի երկիրը, անվտանգ չի քո գյուղը, քո քաղաքը, քո ընտանիքը։ Եվ սրան մենք պետք է վերջ տանք, որովհետև պարտության խորհրդանիշը, երբ երկրի ղեկավարը երբեք այդ երկիրը անվտանգ չի կարող լինել։ Սա ուղղակի աքսիոմ է։ Եվ եթե մենք ուզում ենք անվտանգության թեման, թշնամու թեման, սահմանի թեման, դիրքերի թեման, երբ ենք դրա մասին խոսում, չենք խոսում, ուղղակի մեր գործը անում ենք։ Եթե ուզում ենք այս թեմայից մենք ազատվենք, այդ գործը ինքը իրենով գնա, բայց մենք դրանից չխոսանք, մենք ուրիշ բաներից խոսանք, ուրեմն պետք է հունիսի 7-ին կատարել ճիշտ որոշում։ Ճանապարհը իսկապես սա է։ Ինչ է ուզում մեր քաղաքացին։ Իմ տպավորության պարզ քաղաքացին ուզում է հանգիստ ապրել, երեխու ապագայի նկատմամբ վստահություն ունենալ, չմտնել այդ բարդ քաղաքական թեմաների մեջ, միգուցե ընտրությունից ընտրություն, 5 տարին մեկ, այո, 1 ամիս կարելի է քարոզարշավ անել, բայց 5 տարի անընդմեջ մնալ այս թունավոր մթնոլորտում, սա այս իշխանության ժառանգությունն է, որովհետև իրենց տեսակով այդպես են։ Տեսակով պետք է ժողովրդին խառնեն, մեկը մեկի դեմ սրեն, արանքում օգտվեն։ Մեկ-մեկ իմ տպավորությամբ այդ մարդու բիոքիմիա է։ Եթե այս իշխանությունը վիճակը չլարի, ոնց որ իրեն վատ ազգում։ Ես մի հարևան ունեի, եթե այդ օրը մեկը չէր կռվում, հիվանդ էր։ Ջերմությունը բարձրանում էր, լուրջ եմ ասում։ Ուղղակի տեսակա, չէ՞ մարդը երևի դուք էլ ինչ որ շրջապատում, շենքում, բակում, գյուղում մեկը կա, չէ՞ անընդհատ sense մի առիթ համան գալիս, մեկի հետ բախվի, կռվի, հայհոյի, սրանք են։ Ամեն ինչ լինի հանդարտ, խաղաղ, ամեն ինչ լավ լինի, մեկը մի բան պիտի գտնեն խառնեն։ Խառնակիչներն իրենց տեսակով, DNK-ով։ Մի քանի հարց, որոնք ինչպես հասկանում են, ուզում են մեր ժողովրդին, հատկապես սահմանամերձ շրջաններում, այդ 16 միլիոն տների շինարարության հետ կապված, մի շարք այլ հարցեր, նույնիսկ ոստիկանության են ասում, քաղաքծառայության, պետական ծառայության մարդկանց, որ էսա որ մենք իշխանության չելնենք, բոլորիդ գործից կազատեն, բոլորին կտշեն, բոլորի աշխատավարձներ եւ այլ։ Ժողովուրդ ջան, մենք ոչ մի բան զրոյական կետից չենք սկսում։
ամենից մեծ եւ ամենից ավերիչ հայտարարությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը զրոյական կետից սկսելու մասին։ Այդ հայտարարության արդյունքում կորցրինք Արցախը։ Այդ հայտարարության արդյունքում հրահրվեց պատերազմ, որում պարտվեցինք եւ եռապատկեցինք եռաբլուրը։ Ուրեմն հանգիստ եղեք եւ հանգիստ պետք է լինեն քաղցարայողները, պետծառայողները, իրենց ղեկավարները պատժվելու են անկասկած, բայց քաղցարայության համակարգը, ընդհանրապես ծառայողները, ոստիկանության համակարգում լիքը մարդիկ կան, որ նորմալ աշխատանք են անում, հանցավորության դեմ են պայքարում։ Եթե իրենց չներքաշեն քաղաքական process-ների մեջ, Facebook-ով նայեն, թե ով ում լայք դրեց, գործից ազատ են կամ չազատ են, լավ հայտարարություն է։ Համոզված են, որ այդ մարդիկ իրենք էլ չեն ուզում դրանով զբաղվել, բայց իրենց պարտադրում են։ Եվ մենք գալիս ենք նաև իրենց ազատելու համար։ Այն մարդկանցից, որոնք իրենց ուղղակի հրում են, իրենց մղում են դեպի նման կարգի ապօրինություններ։ Ուրեմն եւս մեկ անգամ մենք զորայական կետից սկսող չենք։ Ես փոխարինեցի Տեր Պետրոսյանին, մեր այսպես ասենք այդ ընտրությունները եղել են արտահերթ ընտրություններ, մենք կոնֆլիկտ ենք ունեցել, բայց ընտրվելուց հետո չեմ ասել, որ զորայական կետից ենք սկսել։ Եթե լավ բան կա արած, լավը շարունակի։ Վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտացրու, բայց առաջ շարժվի։ Սա է արդյունավետ կառավարման մոդելը։ Եթե մարդ գալիս է ասում է, սա պիտի քանդիմ ավերեմ, հետո սկսեմ կառուցել, ուղղակի հիմարություն է եւ ամենից մեծ վտանգն է, ամենից մեծ սպառնալիքն է դա Հայաստանի համար։ Եվս մեկ հետաքրքիր բան եմ նկատել, ուզում եմ ուղղակի կիսվել ձեր հետ, այս իշխանությունը ծրագրերից չի խոսում։ Հիմնականում լաչառություն, սրանք կմբռնեն, նրանք կմբռնեն, իմ մոտ տպավորություն էր մի պահ անկեղծ, նույնիսկ մի հարցազրույցի ժամանակ ասացի, տպավորություն էր, թե այս կարող է դատախազի ընտրությունը ոչ թե վարչապետի, ես ոնց որ դատախազ դառնալու հավես չունեմ, էլ իմը չի։ Հետո նայեցինք, չէ, ոնց որ չէ, կառավարության խորհրդարանական ընտրություններ են։ Բայց սրանով թունավորվում է ներքաղաքական կյանք։ Եվ նկատեցի մի բան, որ եթե մինտեղ մի բան կառուցել են, ոնց որ անդադ 30-ով են տալիս։ Ոնց որ իր տնից փողը բերել է, ասֆալտը փռել է։ Լիքը բան են կառուցել, իմ ժամանակ շինարարության ծավալները շատ մեծ էին, ու կենտրոնացված չէին Երևանում, Հայաստանում մեկ էին կառուցում, բայց երբեք մուննաթով կամ երես տալով ժողովրդի հետ չենք խոսացել։ Վերջը դա քո գործն է, ես մտածում եմ, որ դա իմ աշխատանքն է, իմ աշխատանքի արդյունքում ես վերջապես պիտի գամ եւ հաշվետու լինեմ։ Երբ որ անընդհատ ժողովրդին 30-ով են տալիս իրենց ժամանակ արածը, սա ես մի անգամ մի բան եմ ասել, այդ երևի կրկնեմ, միգուցե միջև ստեղ չի ասել, երբ որ չգիտեմ գյուղում կա բանկոմատ թե չէ, որ սենց կա, քարտը դնում ես, օրինակ մի 50,000 դրամ փողը հանում ես։ Քո փողն է, քո հաշվից։ Հետո այդ բանկոմատին հո շնորհակալություն չես հայտնում։ Չես ասում, այ բանկոմատ, շնորհակալություն, ես իմ հաշվից այս ինչ կառուցում է պետական բյուջեի հաշվին։ Պետական բյուջեն ձևավորվում է ժողովուրդ ջան, ձեզանից հավաքած հարկերով։ Եվ պետությունը պիտի անի ամեն ինչ, որ դուք ձեր եկամուտը մեծ լինի, եկամուտից հատկացումը բյուջեն մեծ լինի։ Ինչ շնորհակալություն, ինչի համար։ Ուրեմն նայեք պետական բյուջեին որպես բանկոմատ։ Այդ փողը ձեր փողն է։ Եվ դուք պահանջատեր պետք է լինեք այդ ծախսերի նկատմամբ։ Այլ ոչ թե հալա նստեք, սենց ծնգաչոք կամ չգիտեմ ոնց, հալա շնորհակալություն էլ հայտնեք, հալագանել մի բան ձեր 30-ով տակ։ Սա ուղղակի պրինցիպիալ սկզբունքային հարց է։ Եվ եւս մեկ հարց ինձ այստեղ գալուց ուղղակի
ասում են, որ մեծ մտահոգություն կա գյուղարտադրանքի իրացման հետ։ Նայեք, սրանք արկածախնդիր են։ 18-20 թվականին արեցին ամեն ինչ, որ հրահար են պատերազմ եւ պարտվեցին այդ պատերազմում։ Հիմա անում են ամեն ինչ, որ մենք մեր գյուղատնտեսությունը ունենա լրջագույն խնդիրներ։ Անում են ամեն ինչ։ Երկրի տնտեսական քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը չի կարող sense տարբեր ուղղություններով գնալ։ Հայտնելու է շպագատի մեջ, իսկ շպագատը մի քիչ վտանգավոր է, հատկապես եթե այդ վարժված չես, այսպես ասենք, շպագատ անելու, հա, այդ սվազկաների բանը լավ չի, լավ չի կարող վտանգավոր բան կատարվի։ Հիմա այս վիճակում է երկիրը։ Երեք փորձեցին մի բան էր, sense հրճվանքով Ռուսաստանի նախագահան զանգեց, ծնունդը շնորհավորեց։ Վերջ ամեն բոլոր հարցերը լուծված են, ուրեմն գյուղարտադրանքը կսկսի Հայաստանից հոսել դեպի Ռուսաստան եւ այլն։ Ուղիղ 3 ժամ հետո ամբողջ մրգերի վրա սահմանափակում մտցվեց այսօրվանից։ Սրանք չեն էլ հասկացել, որ քաղաքավարության զանգը ծննդյան օրվա հետ կապ չունի երկրի աշխարհակաղակական քաղաքականության հետ։ Այդ ձեր տունը շինի 8 տարի իշխանության եք, մինչև այսօր դա չեք հասկացել։ Ձեր տգիտության աստիճանը այդ ուր է հասել։ Շատ ինձ թվում է թե շատ պարզ բաներ եմ ասում, բայց այդ պարզ բաները նույնիսկ չեն հասկանում։ Կամ ձեզ փորձում են մանիպուլացնել, մոլորացնել, հերթական անգամ խաբել։ Ենթադրում եմ, որ եւ առաջինն է եւ երկուսը այս երկու հանգամանք տգիտության եւ ասես չափի շատ խորամանկության, որ իրենց հանդիպում են, այդ բանը, այդ խառնութի անունը բան Նիկոլ Փաշինյանն է։ Իրար հանդիպում են, դառնում է Նիկոլ Փաշինյան։ Հիմա այս վիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է։ Մեր գյուղացիները պետք է մտածեն։ Եթե մնան սրանք, մոռացեք Ռուսաստանի Դաշնության շուկան, ուղղակի մոռացեք։ Եվ իդեպ ես դրա մասին մոտ 3-4 ամիս զգուշացնում եմ, ասում եմ, այս քայլը մի արեք, այս քայլը մի արեք, Զելենսկին գործ չունի Հայաստան, մի թշնամացեք, քո ռազմավարական դաշնակցի հետ դու թշնամանում ես անհասկանալի նպատակներով, թե ինչի համար չեմ հասկանում։ Զգուշացրել ենք, իրենք էլ ինչ են անում, եթե ես մի բան եմ ասում, ասենց ասեմ, Ռոբերտ Քոչարյան, ինչ ասում հակառակը պիտի անեն։ Եթե դպրոցը իմ ժամանակա կառուցվել, հաստատ փակելու են։ Ձև չկա չփակեն, Ժողովուրդ ջան։ Սա մոլուց կա։ Հիմա մտածում եմ, ինչ որ բան եմ մտածում, որ միգուցե դա ասեմ, իրենք հակառակը անեն, մեկ-մեկ մտածում եմ ես լրիվ հակառակը ասեմ, միգուցե իրենք հակառակը անեն, բայց հետո մտածում եմ, ասում կարող այն ժողովուրդը ճիշտ չհասկանա, Ուրեմն ինչ պիտի անենք ժողովուրդ ջան, այս վիճակից դուրս գալու համար։ Խոսեք, ուրեմն ոչ ասելը քիչ է։ Այսպես պիտի վճռորոշ, լավ ձևով բան անել։ Մերժել է 16 համարը, դա տոքսիկ բյուլետեն է։ Ուրեմն ինչ ենք անում հունիսի 7-ին, Ժորժ ջան։ Հունիսի 7-ին համար 17 եւ քվեարկում ենք, ճիշտ է, մերժում ենք 16-ին եւ քվեարկում ենք Հայաստանի համար։ Ժորժ ջան, մեր թիմը իսկապես կառուցողական թիմ է։ Մենք քանդող չենք։ Ես կյանքում քանդող չեմ եղել։ Մենք կառուցող ենք։ Եվ մենք թիմային ենք։ Չգիտեմ նկատել եք թե ոչ, բայց մեր քարոզարշավը թիմային քարոզարշավ է եւ մենք փորձում ենք ցույց տալ մեր թիմի բոլոր անդամներին, իրենց կարողությունները, իրենց շնորհքը եւ այս թիմով մենք տեր ենք կանգնելու մեր բոլոր խոստումների։ Ուրեմն շնորհակալություն ձեզ, որ եկել ենք, բայց մի հատ պիտի լավ սենց ասենք էլի։ Հունիսի 7
Համար 17, հունիսի 7, համար 17